ողբերգականորեն ընդունում է Նիկոլ Փաշինյանի օրակարգը։ Հայ ժողովուրդը չի ուզում պայքարել, հայ ժողովուրդը չի ուզում ունենալ հայրենիք, չի ուզում ունենալ սեփական պետություն, ինչքան էլ պետության անունը տան, ասում են ինչքան էլ շաքար ասես, բերան դրանից չի քաղցրանա։ Իրենք շաքար են ասում, բայց իրենց բերանում դառը մահվան հաբ են վերցրել, ու այնուամենայնիվ հավատում եմ, որ այդպես է լինելու, դա էլ արդեն տրամաբանության հետ կապ ունի, խնդիր կա քաղաքական տրամաբանության հետ այս երկրում։ Եվ իրենք ընդունում են այդ օրակարգը, հավես չկա երկիր պայել, պետք էլ չի, մի հատ երիտասարդությանը նայեք։ Մեծ հաշվով խորոված փարթիներ են կազմակերպում եւ այն որ այնտեղ խորովածը վճարով եղել ավելի մեծ ռեզոնանս էր առաջացրել, քան օրինակ Արցախի վիրավորվել էին, որ այդ խորովածը ձրի չեն տվել, այսինքն գնացել են ուտելու, օքեյ է, ու հետո հարց են տալիս ինչ է, մենք պետք է միշտ սուքի մեջ լինենք, պետք է փարթի չանենք, պետք է էս չանենք, չեն հասկանում ինչի մասն է խոսքը, ինչի պետք է չանեն, ինչ իրավիճակ է։ Ինձ ամենաշատը սարսափեցնում եւ վանում է, եթե շատ մեղմ բառով ասեմ, հայ երիտասարդությունը։ Դա ամենաողբերգական երևույթն է, որ կարող է լինել աշխարհում։ Այդ աստիճանի թքած ունեցող երիտասարդություն, ու իմ համար զզվելի են այն խոսքերը, երբ որ ապոլոգիստները, այսինքն apologist-ները, որոշ մարդիկ վեր են կենում, ասում են, չէ, մենք հրաշալի երիտասարդություն ունենք, մենք սա ունենք, մենք նա ունենք։ Ամբողջական հաղորդումը դիտեք մեր YouTube-յան ալիքում։